Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Ստեփանյան, ձեզ համար անակնկալ էր արդյոք Վրդանես Սրբազանի հայտարարությունները եւ ձեր գնահատմամբ ինչպես ստացվեց, որ Սրբազանը միացավ այդ 10 սրբազանների հայտարարություններին։ Ինձ համար անակնկալ էր ամենայն անկեղծությամբ, որովհետև ես նաև մասնակիցն եմ եղել տարբեր ֆորմատներով վեհապարի մոտ հանդիպումների, որին նաև մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդը Վրդանես եպիսկոպոսը, եւ ես անձամբ տեսել եմ ակնածանքը նրա կողմից կաթողիկոսի նկատմամբ, որը ցանկացած առիթով արտահայտվում էր, եւ բացի դրանից պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ հենց Գարեգին II-ի որոշմամբ եւ նրա հստակ դիրքորոշմամբ է, որ Արցախի թեմը շարունակել է պահպանվել եւ տրվել է որոշակի լիազորություններ, որոշակի գործունեության ոլորտ եւ դրանով պայմանավորված է, որ Վրդանես եպիսկոպոսը շարունակում է համարվել Արցախի թեմի թեմակալ առաջնորդ։ Նման պայմաններում իրապես չեմ կարծում էլի, որ ինչ-որ առիթ լիներ իր կողմից միանալու, հիմա արդեն այդ տարածված տերմինով են ասում տիրադավ սրբազաններին, ամեն դեպքում խորը ցավ է մեզ համար, ինձ համար էլ եւ արցախցիների շատ-շատերի համար, որ մենք տեսել ենք, որ այդ շարքում նաեւ Արցախի թեմի առաջնորդը կա։ Ինչի համար է ինքը միացել, ինչի համար է այդ ամեն ինչը կատարվել, չեմ կարող ասել, որովհետեւ տեղեկատվության չեմ տիրապետում, հանդիպում չեմ ունեցել իր հետ այդ թեմայով, ճիշտ ասած այդ քայլից հետո մեծ հաշվով հանդիպելու ցանկություն էլ չունեմ։ Կարծում եք պիտի լինի իր պաշտպանության հասնում, այսինքն թեմի առաջնորդությունը պետք է դադարեցնել։ Ես հետևյալը կարող եմ արձանագրել, որ այո, մեծ վրդովմունք եւ բացասական վերաբերմունք կա արցախցիների շրջանում իր այդ վարքագծի եւ կոնկրետ արարքի նկատմամբ, երբ որ հարցնում են լրագրողները, թե ինչպես է արտահայտվում այդ բողոքը, նախ արտահայտվում է սոցիալական ցանցերում, վստահ եմ բոլորդ էլ տեսնում եք, եւ երկրորդը ես համարյա ամենը ցանկացած նոր մարդ հանդիպելիս Արցախից առաջին հարցերից մեկը որ տալիս են դա է որ այս ինչի այդպես արեց ինքը պիտի շարունակի մնալ եւ այլ այսինքն այս բնույթի հարցեր են տալիս ինչի ինձ մոտ այդ համոզմունքն է ձևավորում որ այո կա բավականին մեծ դժգոհություն եւ բացասական վերաբերմունք դերարքի ինչպես պետք է արձագանքել սրան ես կարծում եմ որ հարցով բավականին ակտիվ եւ խորը պետք է զբաղվի թեմական խորհուրդը, որովհետեւ թեմական խորհրդում մարդիկ են, ովքեր տարբեր արցախյան շրջանակներից են ներգրաված, հասարակ տարբեր այնտեղ կա եւ դասախոսներ եւ նախկին քաղաքական արտաքին քաղաքական ուղղությամբ հիմնական գործունեություն ծավալած մարդիկ, որոնք տիրապետում են տրամադրություններին արցախցիների շրջանում եւ պետք է այդ մասով ուղիղ եւ իրեն ասեն Վրդանես եպիսկոպոսին եւ ինչու՞ չէ ես կարծում եմ որ այս հարցը նաեւ պետք է կաթողիկոսի առաջ բարձրացվի պետք է ասել որ գիտեք մենք ունենք թեմակալ առաջնորդ որի նկատմամբ թեմը հոտը այլևս վստահություն չունի եւ այս իրավիճակը պահպանել չի կարելի հետեւաբար լուծումը այն պետք է լինի որ թեմակալ առաջնորդը միգուցե փոխվի այսինքն առնվազն կարծում եմ որ թեմական խորհուրդ այս հարցով նամակով կամ հանդիպման տեսքով պետք է վեհապարի առաջ այս հարցը բարձրացնի ինչ որոշում կլինի բացառապես եկեղեցու եւ վեհապար հոր տիրույթում է մենք տեղ միջամտելու ոչ իրավունք ունենք եւ ոչ էլ ցանկություն ունենք մեր խնդիրը արկա իրավիճակը համապատասխանաբար ներկայացնելն է որոշումը սպասել արդեն եկեղեցուց մայրաթորից